Գյուղատնտեսական այս տարում ջաջուրում վտանգված է անասնապահությունը, գյուղը 620 հեկտարից ավելի արոտավայր ունի, որը գտնվում է բավականին հեռվում, հենց այս հանգամանքը լուրջ խնդիր է հարուցում։ 17 կիլոմետր մենք հեռավորության վրա արոտ ունենք, 9 կիլոմետր հեռավորության վրա արոտ ունենք։ Այդ տարածքում որ չէր կարելի հնարավոր էր, ես մոտիկ տարածքնել մեզ հնարավոր չէր, որտեղ կար ներդրման հարց։ 620 հեկտար արոտավայրից 400 հեկտարն հեռագնա է համարվում, իսկ համեմատաբար մոտ գտնվող 220-ը սկսել է էրոզիայի ենթարկվել, խոտածածկ հատվածները պակասել են։ Մեր հողածածկույթի գրեթե 40% այս կամ այն արշյանի էրոզացված է, որը կապված է և գյուղատնտեսության վարման հետ, այսինքն գերազերծում, անասունների տեղաշարժի ուղիներ, խոտարկներում ավտոտրանսպորտի երթևեկություն։ Մեր արոտները 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի են, թեք և էրոզիայի ենթարկված է, մանր ժայռավոր անասուններ սար բարձրանալուց ոտքերի հետ արդեն հողը դեպի ներքև եկել։ Դրանց դեմ առաջին պայքարը գյուղատնտեսական գործունեության համակարգումն է, այսինքն արոտները պիտի դասակարգվեն ըստ բուսածածկույթի բարձրության, այսինքն մայիս ամսին այս մի տարածքում արածեցումը կատարվի, հետո արշանաբար տեղափոխվի, հետո նորից վերադարձվի առաջին արոտը, հետո կա պայքարի միջոց անտառապատումներ, լանջերի։ Գյուղի մոտ որոշ հատվածներ էլ անօգտագործելի են այս անգամ, սակայն ոչ բնության մեղքով, մարդկային գործոնն է առկա, 12 հեկտար աղբով է պատված։ Երկրաշարժի ընթացքում մեր Գյումրի քաղաքի բոլոր շինարարական աղբը լցվեց այդտեղ մոտ 10-12 հեկտար։ Այդպես հիմա դա քանդեցին, հանեցին, պես բաներով մնակ է, շատ տարուփոսեր բաներ է, դրա վրա պետք է անեն, կարող է մի 20 հեկտար արոտ ավելանալ։ Հեռագնա արոտներից համայնքը գրեթե չի օգտվում, ուզում են մոտ արոտավայրերը պահպանել, դրա համար սակայն համապատասխան ֆինանսական միջոցներ համայնքը չունի։ Բյուջեն 18 միլիոն դրամ է կազմում, որը ձևավորվում է կառավարության կողմից հատկացվող 14 միլիոն դոտացիայից և 4 միլիոնի հասնող սեփական եկամուտների հավաքագրումներից։ Ջաջուրի արոտավայրերի խնդրի կարգավորման մասին կառավարությունը դեռ 2012-ին էր մտածել ու որոշել ջրարբիացնել հեռակա արոտավայրերը։ Ծրագիրն արժեցել էր $20,000 ամերիկյան, գումարի 20%-ի ներդրումը պահանջվել է համայնքից։ Մեր հիմնական արոտների ոչ ջրաբերական
վերացում լինի այս տարածքներ, այս տարածքներն եւ այլ մեր հերագնա մեր ամառանոցի արարողները մոտ 400 անասուններ չեն ասի։ Հիմա այդ ծրագիրը իրենք նախատեսում են այս տարածքներում անել, բայց քանի որ այս տարածքները մոդիկ են ճանապարհին կարող են խմել բան, իսկ եթե այս տարածքները բան ստեղից էլ ջուր չկա, որ նրանք ջրավիրացնեն եւ եթե տանեն երկար 18 կիլոմետր 7 կիլոմետր հեռագնա տեղեր են։ Եթե մեր բյուջեն արտքան քիչ է, մենք ոնց հատկացնենք։ Եթե մենք հատկացնենք 2 միլիոն դրամը, մեր գյուղի ճանապարհը կմնար։ Մենք ամեն տարի գարնանը սելավատարերն ենք բախվում։ Դուք տեսաք, գետագան ասում է գյուղի միջով։ Եթե սելավը բարձրանա, եթե չմաքրենք, այդ տները կլսվի ջրերը։ Գումար չունենալու զատ ըստ Ջաջուրի համայնքապետի տեղակալի ջրարբիացման նպատակով ընտրված տարածքները աշխարհագրական դիրքով անհամապատասխան են եղել որպես արոտավայրի։ Համայնքում մամտածում են անասնապահությամբ չզբաղվելու մասին, հիմնականում նախընտրում են կառավարության աջակցությամբ նոր գյուղտեխնիկա ձեռք բերել հողագործությունից օգուտ ստանալու ակնկալիքով։ Նարեկ Կիրակոսյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։